Ողջույն Լիաննա։ Ողջույն Անահիտ։ Ինչու է կարևորվում երեխայի հոգեբանական պատրաստվածությունը մրցումների ժամանակ։ Երեխան կարող է լինել տեխնիկապես պատրաստ, ֆիզիկապես ուժեղ, լավ մարզված, բայց մրցմանը չկարողանալ ամբողջությամբ ցույց տալ իր հնարավորությունները, որովհետև մրցման օրը աշխատում է ոչ միայն մարմինը, այլ նաև հոգեբանությունը։ Երեխան պետք է կարողանա կառավարել վախը, ընդունել սխալը, դիմանալ լարվածությանը և մնալ կապի մեջ իր մարմնի հետ։ Սա չի ձևավորվում միայն մարզումներով, այլև ձևավորվում է միջավայրում, ծնողի խոսքում, մարզչի վերաբերմունքում և մեծահասակների սպասումներում։ Ինչպես հոգեբանորեն երեխային պատրաստել մրցմանը։ Եվ հենց այստեղ մեծահասակի դերն է կարևոր։ Երբ երեխան զգում է, որ իրեն ընդունում են անկախ արդյունքից, նա սկսում է ավելի ազատ գործել։ Երբ մեծահասակները տեսնում են ոչ միայն արդյունքը, այլ նաև երեխայի ապրումները, սպորտը դառնում է ոչ թե սթրեսի աղբյուր, այլ աճի և ինքնավստահության ճանապարհ։ Երեխան սպորտում չի սովորում միայն հաղթել կամ պարտվել, նա սովորում է զգալ, հաղթահարել և վստահել ինքն իրեն։ Մրցման օրը ծնողի հիմնական դերը չի կայանում խորհուրդներ տալու կամ ուղղելու մեջ։ Այդ դերը շատ ավելի պարզ է, բայց նաև շատ ավելի կարևոր։ Լինել կողքին, ընդունել երեխային անկախ արդյունքից, փոխանցել վստահություն և չճնշել հանկարծ։ Երբ երեխան զգում է, որ իրեն ընդունում են, նա սկսում է ավելի վստահ գործել։ Եվ սա է իրական աջակցությունը թե սպորտում և թե կյանքում։